Ճանապարհով ներկայիս Հայաստանի Հանրապետության պետականությունն են վտանգում։ Պետք է ցեղասպանությունը լինել Հայաստանի քաղաքական օրականության։ Ուրեմն ես որպես հայ քրիստոնյաս, որ այսօր իմ ժողովուրդ իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որտեղ միայն հարկորը հարգել գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես 101-ի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել եմ ցեղասպանության եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է ժառանգում, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի մասին Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Հաջորդ օրը խորոված փարթի են անելու, պարոն Ծառուկյան, խորոված փարթի են անելու հաջորդ օրը, ձեզ համար դա նորմալ է։ Սիրելի լրագրողներ ջան, գիտեք Ծառուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում, ինչ որ մտածում, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել են գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդ հայցել իրենց երեխաների, թոռների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 42-ից ավել խոշոր պետություններ ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրեաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Իմ ակտիվ աղբեր, ձեր ցավը տանեմ։ Թողեք գնանք, գիտես չեմ խուսափում հարցերից։ Երբ կարող ենք հարցածը։ Երբ ասես, այսօր ասնի առաջիկա օրերին։ Վարչապետի տեխնատուների թիվը ավելացավ, պարոն Ծառուկյան։ Չէ, 4-ն են։ 4-ն են։ Բայց չեք ասի ովքեր են։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն են լինելու ապագայի վարչապետ, որից մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, ձեր ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը կա։ Մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյաննա որ կուսակցություն, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր կարողացանք համախմբել, գնահատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք։ Դուք շարունակում եք պնդել, որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ նրա շուրջ համախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ համապատասխան Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի այդքան շատ ձեն կտանի, նա էլ կորոշի։ Դուք պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր ուժի տեխնատուին։ Ես ասեցի, հիների հետ գործ չունեմ, Եթե Քոչարյանն լինի ամենաշատ պարոն Ծառուկյան։ Ձեզ ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Նախկին ես որն եմ ասեմ նա, հնարավորություն տվեք, ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիր իրականացնել, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք, հասարակ մի բան, այսօր Հայաստանում ունես մի հատ ոլորտ սպորտ, այն էլ որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի։ Քաղաքական որոշում է սպորտի հետ, պարոն Ծառուկյան։ Ձեզ խոստովեցի չէ որ կպատասխան։ Շնորհակալություն, ես քեզ հարգում եմ, խնդրում եմ քեզ։ Երբեք դա բավարար է քեզ քանով, շնորհակալություն, էլի առաջիկա օրերին